Հայաստանի կառավարական կայքերը Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության հակերների թիրախում։ Հարձակումը նոր չէ, բայց նոր մանրամասներ են պարզվել։ Այս բացահայտումները The Insider-ի հին են, այսինքն հին են այնքանում, որ 22-23 թվականի մասին են։ Գոյությունի The Insider լրատվական, որը ոնց որ վտարանդի ռուսական լրատվամիջոց է, որի հետ համագործակցում է այդպես բավականին հայտնի բուլղարացի Խրիստո Գրոզև հետաքննող լրագրող։ Այն, որ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչությունն ունի հաքերային ստորաբաժանումներ, The Insider-ն ապացուցել է դեռևս 2017 թվականին, երբ բացահայտվել էին Հիլարի Քլինթոնի, Էմանուել Մակրոնի եւ տարբեր միջազգային կազմակերպությունների դեմ հարձակումները։ Հետո պարզվելու էր, դա միակ հաքերային խումբը չէ, որի գործունեությունը համակարգում է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչությունը։ Իսկ այս անգամ The Insider-ը հասանելիություն է ստացել Ռուսաստանի զինված ուժերի հովանու ներքո գործող հաքերային խմբի սերվերի հիշողությանը, վերականգնել է այդ խմբի գործունեության պատկերը եւ բացահայտել թիրախների ամբողջական ցանկը։ Սամվել Մարտիրոսյանը մանրամասնում է, The Insider-ը նույնականացրել է խմբի մի քանի տասնյակ անդամների, այդ թվում դատապարտված հաքերների։ Այդպես լուրջ օպերացիաների մեջ է ներգրաված, ոնց որ օրինակ Նովիչոկով թունավորումները, Սկրիպալի եւ այլն։ Ըստ բացահայտված ցանկի թիրախավորվել են Ուկրաինայի պետական ընկերություններից մինչև Եվրոպայի ենթակառուցվածքային կառույցներ, Կատարի բանկ եւ աշխարհի տարբեր բժշկական կլինիկաներ։ Իրանք օրինակ նաեւ ստեղծել են կեղծ օրինաց ինչ որ թուրքական հակերային թիմ, Bozkurt հակերլար ինչ որ sense անունով, ու դրանցով հարձակվել են Կատարի օրինակ վրա։ Այսինքն կա դիվերսիոն թիմ, որին կցված է նաև հակերային թիմ, որ իրանք տենց որ տարբեր հիբրիդային օպերացիաներ են իրականացնում։ Հայաստանի դեմ հարձակումը 2022-ից 2023 թվականներին համընկնում է Լեռնային Ղարաբաղի շրջափակման օրերի հետ։ Կա ցանկ էլեկտրոնային նամակագրությունների դեմ հարձակումների, տարբեր երկրների պետական կառույցների դեմ, ու այնտեղ կան նաև Հայաստանի դեմ գրանցված հարձակումներ, 3-ը ԱԳՆ-ն, մեկը առողջապահության նախարարություն։ Թե որն է եղել հարձակման հստակ նպատակը, օրինակ առողջապահության նախարարության էլեկտրոնային փոստերի վրա, պարզ չէ, ընդգծում է մեդիափորձագետը։ Մանրամասնում ենթադրել կարելի է, որ գուցե առողջապահության նախարարության տվյալներով ցանկանում էին ճշտել, ինչ վիճակում է շրջափակման մեջ գտնվող ԼՂ բնակչությունը։ Չի բացառվում, որ ուրիշ հարձակումներ էլ եղած լինեն, որոնք պարզապես դեռ անհայտ են։ Ուկրաինայի հետ կապված բացահայտումներով են հաճախ բացահայտվում Հայաստանի դեմ հարձակումները, շարունակում է փորձագետը։ Հակերային հարձակման դեպքերի վիճակագրությունը վերջին ամիսներին փոխվել է։ Cyber Hub-ով հայտնաբերել ենք վերջին ամիսների ընթացքում 3 լուրջ հարձակում, այս անգամ օրինակ հասարակական կազմակերպությունների դեմ, որոնք բավականին լուրջ տվյալների կրող են, ու այստեղ էլ օրինակ թելերը տանում են դեպի Ռուսաստան։ Բայց ընդհանուր առմամբ այս վերջերս մենք կտրուկ աճ ունենք հենց ռուսաստանյան պետական կամ պետության հետ տպավորություն, որ կապեր կան տենց խմբերի կողմից հարձակումները հայաստանյան թիրախների դեմ։ Թվերը նաև փաստում են ատելության գեներացման հիմնական հարթակը հայերիս համար հիմա Facebook-ն է, ապա YouTube, TikTok, Telegram։ Իրինամ Կրչյան, Արտակ Գևորգյան, լուրեր։